դարձնում են 50 ԿՊ-ական կազմակերպության եւ ԿՊ-ական անդամների համար կերակրադաշտ այնպիսի ահռելի չափերի, որի մասին խոսելը անգամ սարսափելի է։ Ես բերեմ վիճակագրական տվյալները, պետական տվյալները 2025 թվականի դեկտեմբեր մինչև ամիսը ըստ վիճակագրական տվյալների կառավարության եւ ենթակա կառույցների ծախսը գնումների ոլորտում կազմել է 8 տրիլիոն դրամ։ Ուշադիր լսեք, 8 տրիլիոն դրամ, որի 70%-ը կատարվել է ոչ մրցույթով, մեկ անձին տրված շնորհի, մենաշնորհի միջոցով։ Իսկ այդ մեկ անձերը այս կոռումպացված թալանչի իշխանությունների դեպքում հասկանալի է ովքեր։ Ես նորից եմ ասում, այն 50 կազմակերպություններն են, որոնք ակնառու կապ ունեն ԿՊ-ական վերնախավի անդամների հետ։ Նայեցեք, ըստ մեկ անձի առանց մրցույթի կատարվել է 5 տրիլիոն 600 միլիարդ դրամի գնումներ։ Եթե վերցնենք, որ այդ գնումների շահույթը կազմել է 30%, մինիմալն եմ ասում 30%, որովհետև երբ կարդում ես, թե մեկ գրիչը, որը արժե 100 դրամ, ինչպես են 200 դրամով գնել, հասկանում ես, որ կոռուպցիան 100% է, առերևույթ կոռուպցիան 100% է, բայց ես վերցնում եմ մինիմում, այն բիզնեսի խղճի մտոք եմ վերցնում 30%-ը, ապա կազմում է 1 տրիլիոն 600 միլիարդ դրամի կոռուպցիոն ռիսկ է գնումների համար, իսկ 1 տրիլիոն 600 միլիարդը դա 4 միլիարդ 421 միլիոն դոլար է կազմում։